Մեր իշխանության ամոթը հենա, որ մենք նախ այս մարդիկ հələ որոնք որ այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք դեռ բանտում չեն։ Այդ է մեր քաղաքական ամոթն է։ Մեր քաղաքական ամոթը հենա, որ մենք գալով 2018 թվականին իշխանության, մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված եւ հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը որ գոյություն ունեցել 30 տարի, այսինքն որ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնացնի եւ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար։ Մենք կարանք մեր գեներալները ախրանիկներով եւ տաներով ման գան։ Մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում ենք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռք տանք, փորձեցինք տնտեսությունը, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո, ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խաբկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրանք թռան, որտեվ ես գիտեք ինչն եմ հիշում, ես դրա մասին գրել եմ։ Սերժ Սարգսյանին տանում են դատեն 2020 թվականի հունվարին, տանում են դատեն կոռուպցիան, բանը մեգաֆոնը վերցնում, ասում է Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ինչ Արցախ, ես ասում եմ, ինչ է խոսում, ասում ենք, այս ինչի մասին է խոսում, իրան տարել են Ղարաբաղի հարցով են դատում։